Ես ուզում եմ հարցս այսպես ձևակերպեմ, նախ ճիշտ հասկացանք, որ հիմա այդ ուղեկցող կամ թիկնապահներով շրջելու դեպքում մենք վարչական խիստ պատասխանատվություն ենք նախատեսելու, ցանկանալի մասը նշեք ինչքան է դուք անք հասնում եւ դուք նաեւ նշեցիք մասնավոր պահնորդականների դեպքում ամեն դեպքում ոնց հասկացանք մեկը ուղեկցողը արգելվում է, բայց գիտեմ, որ օրինակ եվրոպական շատ երկրներում այդ թվում հենց մասնավոր պահնորդական ծառայությունները այդպիսի ծառայություն են մատուցում եւ պարոն Բագրատյանի երկրորդելով մեկը մեր իրականության մեջ կա էլի, այսինքն եթե դուք, չգիտեմ, ամեն օր գնաք օդանավականի VIP-ը, դուք կտեսնեք եւ ուղեկցող մեքենաներ այդ որ պատրուլի դիմացով են անցնում եւ հետ գնացող։ Հիմա ինչի դա չկանոնակարգենք եւ օրինակ թույլ տանք, որ այդ նույն անձինք ունենան պահնորդական կազմակերպություններ, որոնք իրենց կուղեկցեն, բայց կլինեն օրինակ, չգիտեմ, առանձնացված որևէ հոլոգրաֆիկ նշանով հետևի մեքենայի վրա, որ քաղաքացին էլ կտեսնի, որ այո, այս մարդը, որ ուղեկցում է, պետության կողմից վերահսկվող լիցենզավորող գործունեություն ծավալող, արդյոք այս մասով չենք ուզում մենք նույնպես քայլանել։ Շնորհակալ եմ, պարոն Գաբրելյան, դուգանքի չափը 500,000 դրամ է։ Հոլոգրաֆիկ այդ նշանները եւ համազգեստը օրենքը կարգավորում է, որ դրանք պետք է լինեն այդպիսին, այդուհանդերձ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ուղեկցող մեքենաների դեպքում մենք ունենում ենք չարաշահումներ, առհասարակ ուղեկցող տրանսպորտային միջոցները հանրային անվտանգության տեսանկյունից մեր դիտարկումներով խնդրահարույց են եւ օրենքը կարծես թե այդ ռիսկերը լեգիտիմացնում է, տալով այդպիսի հնարավորություն եւ հենց դրա համար էլ մենք գնացել ենք այդ հնարավորության վերացմանը օրենքի ուժով։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան, բայց իսկապես իրականության մեջ չի լինելու, էլ այսինքն մենք էլի տեսնելու ենք եւ եկեք իսկապես չբացառենք, որ նաեւ շատ ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ արտասահմանյան շատ լուրջ գործարար մարդիկ կան, որոնք ցանկացած երկիր, որ գնում են, իրենց անվտանգությունից ելնելով այդ երկրում վարձում են պահնորդական ծառայություն եւ որպեսզի իրենց ուղեկցեն։ Հիմա մեր երկրում մենք ըստ էության դա բացառում ենք եւ մի տեսակ ռիսկ առաջանում։ Հիմա շատ խոշոր գործարարներ կարող ուզում են կան այստեղ գործնական հանդիպումներ ունեն, իրենց հնարավորություն տանք թեկուզ սահմանելով, չգիտեմ, մեկ մեքենա կարող է ուղեկցել, բայց իմ ասած այդ մեքենայի վրա պետքա ոչ միայն համազգեստի, այլ մեքենայի վրա պետքա փակցված լինի լիցենզավորված կազմակերպություն, որտեղ այդ մարդիկ համ իրանց ապրելակերպն է այդպեսին, համ էլ իրանք ինչ-որ մտավախություն ունեն, որտեղ տիրապետում են հսկայական գումարների եւ չեն ուզում, այսինքն տանք այդ հնարավորությունը, գուցե քննարկենք առաջինից երկրորդ ընթացքում շնորհակալ։ Շնորհակալ եմ, մենք ըստ էության այդ մասը պատկերացնում ենք, որ մեկ տրանսպորտային միջոցում կարող են լինել թիկնապահները եւ նույնպես արդեն մեկ տրանսպորտային միջոցում իրականացնել իրենց գործունեությունը։ Եթե առաջարկներ կլինեն, սիրով քննարկենք, պարոն Բաբլյան, շնորհակալ եմ։